Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, սիրելի հրազդանցիներ, իմ համար մի քիչ ավելի պատասխանատու է այստեղ խոսելը, որովհետև բառացիորեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում իմ հայրական գյուղը, Խաղսիից ենք հայրական կողմից, դրա համար շատ ավելի ուրախ եմ այս հնարավորության համար։ Ես կարճ ուզում եմ իրականում անդրադառնալ մի հատ մեր 5 տարիներին արած աշխատանքի մի մասին եւ խոսել մեր այլընտրանքի ու առաջարկի մասին։ Այսօր մենք այստեղ եկել ենք ձեզ նաև հաշվետվություն ենք ներկայացնում ու ձեր առջև կանգնած ենք որպես թիմի ներկայացուցիչներ, ովքեր իսկապես 5 տարի, մեզ համար այս 5 տարվա ամեն օրը եղել է պայքարի օր, պայքարի մասին է եղել։ Այս թիմի աշխատանքի արդյունքում է, որ օրինակ դուք գիտեք, որ Նիկոլ Փաշինյանի անձամբ իր հրամանով են Սյունիքի ձորքերը ետ քաշվել։ Այս թիմի աշխատանքի արդյունքում է, որ դուք գիտեք, որ Երևանի չափ տարածք օկուպացված է հիմա Ադրբեջանի կողմից։ Այս թիմի աշխատանքի արդյունքում է, որ բացահայտվել են այն պայմանագրի Ադրբեջանի հետ նախաստորագրած պայմանագրի մանրամասները, որոնք իրենք մերժում էին այդպես էլ հանրությանը ներկայացնել։ Եվ այստեղ կանգնած ենք որպես ամեն օր խորհրդարանում, խորհրդանից դուրս հնարավոր ամեն կերպ պայքար տված ուժի ներկայացուցիչներ, ովքեր այս տարիների ընթացքում 25 նախագիծ են ներկայացրել խորհրդարանում, որոնք վերաբերել են թոշակները բարձրացնելուն, վերաբերել են բազմազավակ ընտանիքների աջակցությանը, բայց բոլորը մերժվել են։ Հիմա ես ասում եմ նրա համար, որ սա մենք արել ենք առանց ռեսուրսները ունենալու։ Բայց եթե այդ ռեսուրսները լինեն, ինչ կարող ենք անել միասին, սրա մասին ենք երկրորդ մասում խոսելու, մինչ այդ մենակ իշխող ուժի թեզին, որ ինչ են ասում, էլի մեզ բոլորիս, ձեզ, ամեն տեղ որտեղ կանգնում են, ասում են, որ իրենք 70% են ունենալու, 70% ունեցող ուժ են։ Ես մի պարզ բան եմ ուզում ասել, որ 70% ունեցող ուժը սեփական ժողովրդին պատերազմով չի վախեցնում։ Սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելը ծայրահեղ քայլ է, որը ԿՊ-ն անում է ստիպված, որովհետև գիտի, որ միակ շանսը 70% հավաքելու դա այն է, եթե ընտրություններ լինեն բացառապես իրենց այդ ավտոբուսի մեջ։ Ուրիշ հնարավորություն իրենք չունեն 70% հավաքելու։ Դա անում են, որպեսզի դուք հուսահատվեք եւ չմասնակցեք ընտրություններին։ Միայն դրա համար է դա արվում, որովհետեւ գիտեն, որ եթե քաղաքացիները մասնակցեն, անհնար է, որ իրենք ունենան 70%, անհնար է նաեւ մեծ մասնակցության դեպքում ունենան ընդհանրապես մեծամասնություն։ Ուստի խնդրում ենք, որ բոլորս ակտիվ մասնակցություն ունենանք ընտրություններին ու այն ամենի պատասխանը, ինչ մեր հետ տեղի ունեցել է տարիների ընթացքում, տանք մեր քվեաթերթիկով։ Հիմա որպեսզի կողմնորոշվենք, թե ում տանք ձայնը այդ քվեաթերթիկում օգտին գցենք, պիտի հասկանանք ինչ ենք առաջարկում, որոնք են ընդհանրապես այլընտրանքները, եթե այլընտրանքներ կան։ Նախ այլընտրանքը իսկապես խաղաղությունն է։ Այլընտրանքը ոչ թե այս քաոսը ու այլևի տրամադրությունից կախված լինելը, այլ խաղաղությունը։ Երբ երկիրը ղեկավարում է երկիրը պաշտպանելու պատրաստ թիմ, պատերազմի հավանականությունը ոչ թե ավելանում է, այլ նվազում է։ Հաջորդ այլընտրանքներից մեկը, որի մասին պիտի խոսենք, մեր կյանքում վերջի տարիներին ամենամեծ խնդիրներից մեկը դարձել է հանցավորության աճը, դարձել է թմրամիջոցների տարածվածությունը, որոնք դպրոց են արդեն հասել, դարձել է խաղամոլության աճը։ Մեր թիմը ասում է, որ այս ամենի նկատմամբ մենք ունենք զրո հանդուրժողականություն։ Դպրոցներից թմրամիջոցները պետք է հանել, այս խաղամոլության վերջը, որը գերշահույթ են ստանում միայն այդ ընկերությունները, պետք է տալ եւ պետք է հանցավորության մակարդակը երկրում իջեցնել ու Հայաստանը վերադարձնել այդ ամենաապահով երկրների շարքում, որտեղ մարդ կարող էր հանգիստ ապրել ու երեխան կարող էր մինչև գիշերը ժամը շատ ուշ դրսում լինել ու որևէ մեկը չէր անհանգստանա դրա մասին։ Գիտեմ, որ շատերը սրա մասին կարող են ձեզ խոստանալ, բայց խնդրում եմ նայեք ովքեր են խոսք տվողները։ Ու ասենք, եթե տեսնում ես մարդը արտաքինից, որ զգացվում է, որ թմրադեղերի հետ կապ ունի, ինքը թմրամիջոցների դեմ կարող է պայքարի։ Բնականաբար չի կարող, այսինքն բացի նրանից ով ինչ են խոսք տալի, կարևոր է նաև թե ով է խոսք տալիս։ Մենք խոսել ենք նաև անվճար կրթության մասին։ Իմ գործընկերը ավելի մանրամասն կներկայացնի, բայց երիտասարդներին մեր առաջարկը դա է։ Դուք իրավունք ու հնարավորություն ունեք ձեր հայրենիքում անվճար կրթություն ստանալու։ Ու եթե այս գաղափարը ձեզ անիրատեսական է թվում, հիշեք, որ անիրատեսական էր Իրանից գազամուղ ունենալը,
Զվարթնոցի նոր մասնաշենք ունենալը, այն բոլոր ենթակառուցվածքները, որոնք մենք ունեցել ենք, բայց դրանք հնարավոր եղավ, որովհետև կար մեծ մտածող, կարող թիմ։ Նույնն է նաև կրթության պարագայում, մենք Հայաստանում դա կարող ենք ունենալ։ Ի վերջո, մեր այլընտրանքը սկսվում է պարզ առաջարկից։ Սուրեն Պապիկյանը ձեր լավագույն պաշտպանության նախարարը չի, որ կարող եք ունենալ։ Արարատ Միրզոյանը ձեր լավագույն արտաքին գործերի նախարարը չի, որ կարող եք ունենալ, եւ հաստատ Նիկոլ Փաշինյանը ձեր լավագույն ղեկավարը չի, որ կարող եք ունենալ։ Այս երկրում շատ ավելի լավերը կան ու դուք հնարավորություն ունեք իրենց ընտրելու։ Եվ վերջում, եթե մեր հունիսի 7-ի ընտրությունները մեզ համար վերածում են Ալիևի սահմանադրությանը այո կամ ոչ ասելու հանրաքվեի, կարծում եմ շատ պարզ է, որ բոլորով պետք է մասնակցել այդ ընտրություններին ու այդ Ալիևի համար կարողած սահմանադրությանը բոլորով պետք է ոչ ասել։